Ողջույն, Civilnet podcast-ն է, իմ հյուրն է իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավապաշտպան Աննա Մելիքյանը։ Այսօր մենք Աննայի հետ զրուցելու ենք ներազգային ատելության մասին։ Բարև ձեզ, Աննա։ Բարև ձեզ։ Անցած շաբաթ հերթական ատելության խոսքը տարածվեց սոցիալական ցանցերում եւ անհայտ անձը կոչ էր անվրընդել արցախցիներին, բոլոր կանանց էր Արցախցի թիրախավորում եւ ունենք երկու հաղորդում առերևույթ հանցագործության մասին, մեկն էլ հրապարակային ակցիայի տեսքով են դատախազություն գլխավոր հանձնել։ Ինչ եք կարծում, այս հաղորդումները ընթացք կստանան։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր թեմային ենք անդրադառնում, հատկապես այս ժամանակահատվածում ընտրություններից առաջ։ Պետք է ստանան, օրենքով պարտադիր է, այսինքն անկախ ամեն ինչից, եւ շատ կարևոր է հետեւական լինել եւ համոզվել, որ արդյունավետ քննություն է իրականացվում։ Սա 312 հոդվածն է, չէ՞ կարծեմ։ 29, 329։ Այս հոդվածի վերաբերյալ մենք ունենք մի շարք դեպքեր, երբ քրեական գործեր են հարուցվել, ընդհանուր մարդիկ կալանավորվել են, Արմեն Գրիգորյանի հայտնի դեպքը, պրոդյուսեր։ Իսկ մնացած դեպքերում վարույթի փուլում էլ մնում են, նախաձեռնում են ու 1 տարի, տարիներ շարունակ կարող են այդ փուլում էլ մնալ։ Ինչ եք կարծում, այս օրենքը օգտագործվում է որպես մահակ, թե ինչու մի դեպքում գործեր են հարուցվում, մյուս դեպքում ոչ։ Ատելության հողի վրա կատարված հանցագործությունները իրականում շատ երկրներում են տեղ ունենում եւ ոչ բոլոր տեղերում են արդյունավետ քննվում տարբեր պատճառներով, բայց մյուս կողմից շատ կարեւոր է ու իզուր չէ, որ քրեական օրենսգրքում են տեղ գտել, ասենք ոչ թե վարչական կամ քաղաքացիական, այդ թվում նաեւ հենց ատելության խոսքը ինքնին, ոչ միայն բռնությունը կամ ցնցած այլ հանցագործություն, որը ըստ Հայաստանի օրենսդրության միշտ ծանրացնող հանգամանք է, եթե ատելությունը կա հիմքում։ Կարևոր է, որովհետև պաշտպանվող իրավունքը, այսինքն խումբ անձանց ազատ ապրելու, պաշտպանվելու խտրականությունից, անհանդուրժողականությունից, վատ վերաբերմունքից շատ կարևոր է եւ պետությունը այդ պարտավորությունը ստանձնել է։ Հիմա գալիս ենք պրակտիկայի, այսինքն մենք ունենք ամրագրված, քրեականացված այս հանցագործությունը, կարծես թե ամեն ինչ պարզ է, գրված է, որ խմբերի հանդեպ այդ երևույթը քրեորեն պատժելի է եւ այլն, բայց մյուս կողմից մենք արձանագրում ենք գործնականում, որ այո, արձագանքը այդքան արդյունավետ չէ, ինչքան կարող էր լինել կամ պետք է լիներ։ Մենք տեսնում ենք եւ հրապարակային խոսք եւ տարբեր մարդկանցից, այդ թվում նաեւ պաշտոնատար անձանցից խոսք, որը առերևույթ պարունակում է կամ կարող է պարունակել այդ հանցակազմի տարեր կամ ընդհանուր առմամբ ատելության խոսքի իր մեջ պարունակում, անգամ եթե չխոսենք հանցագործության մասին, այս դատապարտելի երևույթ է եւ խոսքի ազատության իրավունքով չի պաշտպանվում, դա միշտ պետք է արձագանք լինի դրան։ Մենք արձանագրել ենք, որ շատ ընտրովի է արձագանքը քննչական մարմինների եւ որոշ դեպքերում անգամ զարմանալի, օրինակ դեպք ենք արձանագրել, երբ որ քաղաքացուն այս հոդվածով մեղադրանքի առաջադրվել եւ կարծես թե ընթանում է մինչեւ հիմա քննությունը արդեն 1 տարուց ավելի, բայց որպես պաշտպանվող խումբ դիտարկվել է ոստիկանության եւ իշխանության ներկայացուցիչները, որը ինքնին այդ հոդվածի տրամաբանության մեջ չի մտնում, որտեղ միջազգային իրավունքի տեսանկյունից ատելության խոսքի դեմ պաշտպանվող խմբերը պետք է խոցելի խմբեր լինեն, որոնք պաշտպանության կարիք ունեն։ Ոստիկանությունը դրա համար է ստեղծված, որ այդ մարդկանց պաշտպանի, այսինքն շատ տարօրինակ կլներ, որ ընդունում է, որ իրենք խոցելի խումբ են եւ այլն։ Բայց հակառակ դեպքում, երբ որ մենք տեսնում ենք օրինակ արցախցիներին ուղղված ատելության խոսք, այդ թվում նաեւ հրապարակային սոցիալական ցանցերի միջոցով կամ ԶԼՄ-ների միջոցով պրոակտիվ, այսինքն իրենց նախաձեռնությամբ քննչական մարմինները չեն արձագանքում, պատճառաբանելով հաճախակի, որ մեդիա մոնիտորինգ չենք կատարում, ուստի տեղյակ չենք, այսինքն եթե չկա պաշտոնական հաղորդում, մենք գուցե եւ բաց թողնենք դա։ Թեև բավականին լայն լուսաբանում են որոշ դեպքերը ստանում եւ կարծես թե անհնար է, որ քննչական մարմինների ներկայացուցիչները չլսեն դրանց մասին։ Բայց անգամ հաղորդում տալու դեպքում, երբ որ նայում ենք օրինակ դատալեքսով կամ ընդհանուր դատարան հասած գործերով, մենք տեսնում ենք, որ բավականին տարբերակված մոտեցում կա եւ անգամ եթե քրեական գործեր հարուցվում են այս եւ համանման հոդվածներով, ոչ միայն ատելության խոսքի
համաճեքստում, այլ բռնության կոչեր եւ համանման տենց տարբեր խմբերի կողմից մեկ այլ խմբին ուղված ատելության կամ բռնության կոչերը եւ այլն, եթե իշխանության դեմ է ուղված կամ նրանց մերձ շրջանակներին, քննությունը կարծես թե իրականացվում է ավելի արագ եւ գործերը հասնում են դատարան։ Երբ որ մենք տեսնում ենք այլ խմբեր, որոնք պետք է պաշտպանվեն, անգամ եթե քրեական գործառույթում է դրա ընթացքի, այդ թվում նաեւ հանգուցալուծման մասին, կարծես թե տեղեկություններ չկան։ Կա կարծիք, որ արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածումը չափազանցված է եւ շատ հաճախ արցախցիներն են մեղավոր, որ ատելության խոսք է տարածվում։ Դուք ինչ եք կարծում, չափազանցված է սա, թե իրոք ռեալ։ Դուք երկու հարց տվեցիք։ Առաջինի մասով երբեք չափազանցված չպետք է լինի, եթե կա դեպք, նրան պետք է տրվի արձագանք։ Եթե արձագանքը չի տրվում, այդ դեպքում ավելի շատ է խոսվում եւ կարող է տպավորություն ստեղծվել, որ ուռճացվում են դեպքեր եւ այլն, բայց դա նրանից է գալիս, որ արձագանք չկա։ Եթե լինի նորմալ արձագանք, նորմալ քննություն, պարզվի, որ անհիմն է այդ պնդումը, հերքվի, չենք խոսի դրա մասին, եթե պարզվի հիմնավոր է պատասխանատվության ենթարկվի անձը, չենք խոսի դրա մասին, կտեսնենք, որ նորմալ արձագանք կա եւ այլ անձը նույն, այսինքն կանխարգելի բնույթ էլ նաեւ կունենա դա, հա, այսինքն մնացած մարդիկ ովքեր որ տեսականորեն կարող են նույն խոսքը տարածել, զերծ կմնան դրանից։ Հենց քրականացնելու իմաստը դա է, այսինքն հանցագործություն դարձնել է սա, հա, որպեսզի եւ պատժեն նման երևույթը եւ հաջորդիվ կանխարգել են։ Երկրորդ մասով, եթե խոսենք ով է մեղավոր, ատելության հողի վրա կատարված հանցագործության զոհը երբեք մեղավոր չէ։ Այսինքն երբեք չկա արդարացում ատելության հողի վրա, ատելության խոսքի կամ բռնության արդարացում։ Սա նույնն է, ինչ որ ասում են բռնաբարության զոհը կարճ շրջազգեստ է հագել, ուրեմն կարելի է այլ վերաբերմունքի ենթարկել եւ այլն։ Այսինքն զոհը հենց դրա համար պաշտպանվում է, հա, այսինքն ավելի խոցելի է եւ այն անձը, որը իրեն թույլ է տալիս ինչ որ խմբին պատկանելու սկզբունքով թիրախավորել, անհանդուրժող կամ խտրական խոսք տարածել, վիրավորել, նսեմացնել այդ անձանց միշտ մեղավոր է։ Դե տրավմա ստացած հասարակություն է, շատ հաճախ կարող է ինչ որ այլ ռեակցիա տալ, ինչ որ հայտարարությունների վերաբերյալ, սրա համար եմ ասում, հնարավոր է։ Հոգեհուզական վիճակը շատ կարևոր է եւ մյուս կողմից կարևոր է նաեւ ապրումակցման բացակայությունը։ Այսինքն մենք բոլորս պետք է որ քաջ գիտակցենք, թե ինչ են վերապրել Արցախից բռնի տեղահանված անձինք։ Շատերս եթե անգամ չենք ունեցել հարազատ կամ ծանոթ, որը բլոկադային է ենթարկվել կամ ընդհանրապես պատերազմից հետ ուժել եւ այլն, գրեթե ուղիղ եթերով կարող ենք հետեւել այն սահմանափակումների, այն խախտումների, որոնց այդ անձինք ենթարկվում են։ Եվ իզուր չէ, որ փախստականները բռնի տեղանված անձինք միշտ համարվում են ավելի խոցելի անձ, հաշվի առնելով այդ թվում, այո, ոչ միայն ֆիզիկական, այլ հոգեհուզական, հա, իրենց վիճակը։ Եւ ընդունող հասարակությունը պետք է ավելի հանդուրժող եւ ապրումակցումով մոտենա, հատկապես որ անգամ այլազգի մարդու մասին էլ չենք խոսում։ Դա էլ իհարկե հիմք չէ վատ վերաբերմունքի, ուզում եմ ասեմ, որ անգամ այդ իմաստով շատ ավելի զգայուն եւ հասկացող կարող ենք լինել, իմանալով թե ինչ են վերապրել Արցախից բռնի տեղանված մեր հայրենակիցները։ Մյուս կողմից, իհարկե արդարացում չէ հոգեհուզական վիճակը, եթե նրանք են սխալներ անում, վիրավորում կամ այլ հանցագործություններ գործում։ Բայց գիտեք, ինձ համար շատ կարևոր է եւ այդ խնդիրներից մեկը ես անձամբ արձանագրել եմ, երբ որ դիտարկել եմ իշխանության դեմ ուղված բռնի կոչերով մեղադրանք այն անձանց ոնց որ գործերը ու մեղադրանք առաջ դրվել, հա, բռնության կոչ հնչեցնելու իշխանության վարչապետին հատկապես եւ այլն։ Նրանցից մի մասը շատ ակնհայտ երևում էր, որ այդ կոչերն էլ որն էր, այսինքն գրառում Facebook-ում կամ մեկնաբանություն ինչ-որ գրառման տակ, որը գուցե եւ պարունակում է այնպիսի բառապաշար, որը խրախուսելի չէ, բայց ակնհայտ երևում է, որ ռիսկը, որ այդ խոսքը կդառնա գործ, չկա ըստ էության, հա։ Երևում է, որ անձը հոգեհուզական վիճակում է ինչ-որ արտահայտություն արել եւ բնավ կոշտ արձագանքը գուցե եւ տեղին չէ։ Եվ ինչ ենք արձանագրել, որ այդ գործերից մի մասը կատարվել է կամ գրառումները կատարվել են այն կամ խոսքը, հա, հնչեցվել այն անձանց կողմից, որոնք կամ
տուժել են կոնկրետ իրավիճակում եւ դրանով պայմանավորված ինչ-որ մեկնաբանություն են անում, կամ ի պատասխան ի արձագանք ինչ-որ զարգացումների, օրինակ 23 թվականի սեպտեմբերի 19-ի համատեքստում կամ դրանից անմիջապես մի քանի օր հետո արված ինչ-որ հանցագործություն հայտարարություններ կամ նոյեմբերի 9-ից հետո կամ այսինքն ինչ-որ իրադարձություն է տեղ ունեցել, որը ավելի սրել է մարդու հուզմունքային իրավիճակը, որին ի պատասխան տեսնելով ինչ-որ արտահայտություն կամ հայտարարություն իշխանության կողմից համապատասխան արձագանքել է։ Բայց արդյունքում մենք տեսնում ենք, որ հարուցվում են քրեական գործեր, անձինք ձերբակալվում են, որոշներ անգամ կալանավորվում են եւ դատապարտվում։ Մենք դեռևս որևէ արդարացում, եթե ճիշտ եմ հիշում, այդ հոդվածներով, որը իշխանության դեմ է ուղղված, չեմ տեսել, բայց եթե կան, գուցե բաց եմ թողել։ Տեսեք, եւ թիրախավորում են ընդդիմադիր արցախցիները եւ իշխանամետ արցախցիները։ Հնարավոր է այստեղ ցակումնաբանությունը չի խնդիրը հարցը, այլ սուտ քաղաքական հայացքները։ Ատելության խոսքի զոհ կարող են լինել տարբեր հիմքերով մարդիկ եւ քաղաքական հայացքների համար եւ սոցիալական ցակման այս դեպքում կամ անձնական այլ հանգամանքներ, քանի որ արցախցիները հայեր են, չեն կարող ասել հայ էթնիկ կամ ազգային խումբ, դրա համար եմ ասում, այլ ինչ որ հանգամանքներով պայմանավորված ու ցավոք սրտի անձը կարող է զոհ լինել մի քանի հիմքով։ Այսինքն կարող լինի Արցախից ինչ որ կոնկրետ քաղաքական կամ կրոնական համոզմունքներ ունեցող անձ, որը այդ պատճառով, այսինքն մի քանի տարի իրար հետ կարող լինի, այսինքն դա չի բացառվում։ Այլ բան է, որ ցավոք սրտի Հայաստանում հասարակությունը բավականին բևեռացված է, հատկապես այս նախընտրական փուլում ու գնալով կարծես թե այդ ճեղքվածքը լայնանում է եւ ամեն անգամ տարբեր խմբեր են թիրախավորվում ինչ որ պատճառով, այսինքն բացառիկ չէ այս երևույթը, իհարկե ցավոք սրտի այս ատելության խոսքը բացառիկ չէ, որ ուղղված է միայն արցախցիների նկատմամբ, ուղղակի ամեն մի խմբի ուղղությամբ տարբեր հիմքով կամ տարբեր պատճառաբանությամբ, այսպես ասած, հա, այն հնչեցվում եւ արցախցիները լինելով բռնի տեղահանված ավելի խոցելի են դառնում, որովհետեւ տարբեր խոսույթներ են շրջանառվում եւ իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք արդեն կրկնվում են, վերարտադրվում են տարբեր մակարդակներում եւ ինչ որ չափով իրազեկվածության գուցե պակաս է, օրինակ դպրոցներում եւ այլն, հա, այսինքն եւ երեխաներն են ցավոք սրտի արժանանում համապատասխան վերաբերմունքի կամ խոսքի, հա, որը որ բավականին տհաճ է եւ տրավմատիկ կարող է լինել, եւ մեծահասակները եւ այլն, այսինքն քաղաքական հայացքները ընդհանրապես ավելացնում են այդ շերտը ու ստացվում է, որ ավելի լարվում են ուշադրություն, հատկապես ու պետք է սա երևի ընդգծեմ, անցյալ տարվանից սկսած մենք արձանագրել ենք դեպքեր, երբ որ արցախցիները թիրախավորվում էին հատկապես այդ քաղաքական հայացքներ վերագրելով նրանց, կապ չունի տեղին է թե ոչ, այսինքն անգամ վերագրումով, հա, եթե անձինք պայքարում են իրենց սոցիալական իրավունքների ապահովման համար ցույց էին իրականացնում եւ այլն, սա կրկին ներկայացում էր որպես քաղաքական եւ ընդդիմադիր հայացք ներկայացնել, այսինքն հակաիշխանական ակցիա, դրանով պայմանավորված էլ ավելի շատ թիրախավորվում էին։ Հիմա նույնպես կենտրոնանալով ինչ որ հայացքների վրա, այո, անձինք թիրախավորվում են։ Եթե անձը պարզապես քաղաքական հայացքի համար է թիրախավորվում, անկախ նրանից Արցախից է, Երևանից է, Գյումրիից է եւ այլն, սա այլ հիմքով է։ Էլ ատելության խոսք է, այսինքն պարտադիր չի Արցախից լինես, որ ատելության խոսքի զոհ դառնաս։ Բայց սա արդեն քաղաքական հայացքներով պայմանավորված կլինի։ Բայց եթե հենց այն հանգամանքն է շեշտվում եւ անձը ընկալվում է ու դա այդ խոսքից հասկացվում է, որ հենց Արցախցի լինելու համար է նաեւ թիրախավորվում, հենց մենք այդ դեպքերի մասին ենք խոսում։ Կա երկու հայտնի պատում, անշնորհակալ Ղարաբաղցի եւ դասալիկ Ղարաբաղցի։ Այս պատումները տարածում են իշխանության հետ ամենջապես կապ ունեցող լրատվամիջոցները, Media News, Civic, Ararat News ու նաեւ պաշտոնյաներն են անում նման հայտարարություններ։ Կարող ենք ասել, որ այս ատելության խոսքը նաեւ ինչ որտեղ համակարգված է տեղի ունենում, համակարգված մոտեցում կա այս տարածման շուրջ։ Մենք արձանագրել ենք մի քանի դեպք, երբ որ բարձր աստիճան պաշտոնատար անձինք օգտագործել են այդ խոսույթը եւ որը հիմնավորված չէ։ Պետք է ասեմ, որ մենք գործընկերների հետ երկու անգամ փաստահավաք առաքելություն ենք արել եւ 44 օրյայի ժամանակ եւ դրանից հետո այդ ունեւ շրջափակումը եւ դրան հաջորդած ռազմական գործողությունները եւ արդեն բռնի տեղահանությունը եւ հարյուրավոր մարդկանց հետ ենք խոսել, արձանագրել ենք իրավիճակը եւ միանշանակ արձանագրել ենք, որ տեղի ունեցել է բռնի տեղահանություն, իսկ բռնությունը պարտադիր չի լինի, որ ատրճանակը ճակատին դնեն անձին ու ասեն հեռացիր, այսինքն ստեղծվել են այնպիսի իրավիճակներ, որոնք թույլ չեն տվել անձանց մնալ
ապահով, անվտանգ, արժանապատիվ այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին։ Ուստի այն մեղադրանքները, որ դուք փախել եք, դասալիք եք եւ այլն, անտեղին են եւ ավելին ոչ միայն վիրավորող են, այլ հակասում են Հայաստանի Հանրապետության իրականում պաշտոնական դիրքորոշմանը, որովհետեւ Հայաստանի կառավարությունը բազմիցս եւ միջազգային հարթակներում եւ ներպետական մակարդակում շեշտադրել է եւ հենց դրանով էլ պայմանավորված տվել է ժամանակավոր պաշտպանության միջոցը բոլոր դիրքորոշումները փոփոխվում են բարբերաբար։ Նո, համենայն դեպս այն հանգամանքը, որ Արցախից բռնի տեղանված անձինք դեռևս օգտվում են Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության այդ մեխանիզմից, նշանակում է, որ Հայաստանը այդ իմաստով չի փոխել։ Այսինքն անձնական մակարդակում չգիտեմ ինչ որ կարծիքներ կամ կարծրատիպեր փոխվել են անձանց մոտ թե ոչ, բայց պաշտոնական մոտեցումը դա է, այսինքն ժամանակավոր պաշտպանության միջոց տրվում է այն դեպքում, երբ որ մարդիկ ստիպված տեղահանվել են իրենց տնից, ոչ թե կամավոր լքել են եւ իրենց հաճույքի համար են տեղափոխվել։ Սա շատ կարեւոր է եւ կարեւոր է մեզ համար որպես իրավապաշտպաններ, այդ թվում նաեւ իրավունքների համար միջազգային հարթակներում պայքարող, որպեսզի բացառվի Հայաստանում, այսինքն նման խոսույթները ու պատումները, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունների ջրաղացին ջուր է լցվում, այն իմաստով, որ սա տիպիկ հակադարձումն է, որը մենք լսում ենք Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների կողմից։ Բոլորեն միջազգային հարթակներում, որտեղ առերեսվել ենք, ասենք, երբ որ հնչեցրել ենք, փաստեր, եզրահանգումներ առայն, թե ինչ է կատարել Ադրբեջանը արցախցիների նկատմամբ, սովորաբար որպես հերքող փաստար կասվել է, որ կամավոր են լքել, հնարավորություն ունեցել մնալու, չեն մնացել, ինչ խնդիր է եւ այլն, այսինքն սա տիպիկ պատասխան է, որ ստանում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ ցավով դրա համար արձանագրեցինք, որ Հայաստանում էլ ենք լսում նման խոսք, որը կրկին պնդեմ չի համապատասխանում իրականությանը, ավելին այդ երևույթը, որը մենք արձանագրել ենք, միջազգային հանցագործություն է եւ Հայաստանի Հանրապետությունը, երբ որ միացել է, վավերացրել է Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, հենց սա այն տիպիկ հիմնական հանցագործությունն էր, այսինքն դիպորտացիան, բռնի տեղահանությունը, որը Հայաստանը կարող էր եւ պետք էր ներկայացնել ՄՔԴ, որովհետեւ իրավազորություն ունի այս դեպքերի հանդեպ, որտեղ տուժողները Հայաստանի Հանրապետությունում են գտնվում, բոլոր տուժողները, հազարավոր տուժողները։ Ըստ էության Հայաստանը սկզբից ասելով, որ վավերացնում եմ այս կանոնադրությունը, որպեսզի ապահովե միջազգային արդարադատություն պատերազմական հանցագործություններից տուժած անձանց համար, ըստ էության ոչ միայն խոստումը չի կատարել, հիմա պարբերաբար հակառակ պնդումներ ենք լսում։ Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, սա շատ կարևոր է իրոք արձանագրել, այսինքն ինչու էր խնդրահարույց, օրինակ նույն վարչապետի խոսքը մետրոյի դրվագում, որին ի պատասխան մենք իդեպ գործընկեր կազմակերպությունների հետ հայտարարություն ենք տարածել հրապարակային, դատապարտելով նման երևույթը եւ կոչ անելով զերծ մնալ նման պատումից եւ ըստ էության բացառել այն ոչ միայն իշխանության մակարդակում, այլ ընդհանրապես։ Խնդրահարույց էր, որովհետև թեև այդ դրվագին հաջորդեց ներողություն խնդրելը, հրապարակային, միևնույն ժամանակ մենք տեսանք, որ իշխանամետ ԶԼՄ-ներով միևնույնը տարածվում են այնպիսի նյութեր, այնպիսի վերնագրերով, որոնք կարծես թե չեն բխում կամ համահունչ չեն այդ ներողության հետ։ Այսինքն բավականին լարում էին վերաբերմունքը այդ կնոջ հանդեպ եւ այլն, փորձելով ընդգծել ինչ-որ դրվագներ կամ ինչ-որ հանգամանքներ, որոնք իբր թե պետք է արդարացնեին նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունները, ինչը անթույլատրելի է։ Ինքը ներողություն խնդրեց, բայց մի քանի օր անց ճեպազորույցի ժամանակ այդ հստակ պատումը դասալի Ղարաբաղցիներ նորից ձևակերպեց։ Գիտեք, ես բնականաբար չեմ կարող 100% ճշգրտությամբ պնդել, թե քանի անձ է դասալիք եղել, քանիսը չի եղել, այն որ դասալիքներ եղել են, անկախ նրանից թե ծագումով որտեղից են եղել, բոլոր պատերազմական իրավիճակներում ոչ միայն Հայաստանի կամ Արցախի համաճեկցում, այլ ցանկացած պատերազմում լինում են։ Այսինքն սա երևույթ է, որը բնորոշ է ցանկացած զինված հակամարտությանը։ Ուկրաինայում ենք արձանագրում նման դեպքեր, որ ասենք շատեր այդում նաև Եվրոպայում են փորձում թաքնվել, ասենք վերադարձվում են եւ այլն։ Ցանկացած զինված հակամարտության համաճեկցում նման դրվագներ լինում են։ Նման դրվագներ եղել են եւ առաջին պատերազմի Արցախյան ժամանակ եւ դրանից հետո, բոլոր էսկալացիաների ժամանակ։ Այսինքն սա այն հարցը չի, որի վրա պետք է կենտրոնանալ եւ մեղադրանք ներկայացնել ընդհանուր առմամբ բոլոր մարդկանց։ Եթե կա կոնկրետ դրվագ, կոնկրետ անձ, որը դասալիք է, մենք ունենք
հանցակազմ, քրեական գործ կարող է հարուցվել, կոնկրետ անձին պատժել, որտեղ դա անհատական որոշում է։ Սա ժողովրդի որոշումը չէ, որ ինչ որ որոշեն, ինչ որ մեկը դասալիք է, ինչ որ մեկը դասալիք չի եւ այլն։ Ըստ էության կոնկրետ անձը ունի պարտավորություն մասնակցելու ռազմական գործողություններին, չի մասնակցում, կա գործիքակազմ դրա հետևից գնալու, բայց սա որպես մեղադրանք եւ ատելության խոսքի հիմք օգտագործելը կոնկրետ խումբ անձանց նկատմամբ անթույլատրելի է։ Մենք խոսում ենք, բայց ես մտավախություն ունեմ, որ սրանից հետո հատկապես կոմենտներում է նկատելի լինում, որ ատելության խոսքը հակառակ էֆեկտն է ունենում եւ այդ բաժանարար գիծը խորանում է։ Դուք ինչ եք կարծում, պետք է խոսել, եթե պետք, բայց խոսում ենք մյուս կողմից էլ երբեմն հակառակ էֆեկտն ենք ստանում, բայց մյուս կողմից էլ այդ ատելության խոսքը չի դադարում, ինչ անել, որ տարբերակն է ճիշտ։ Կարծում եմ, որ խոսել կարևոր է նաև հետևողական լինել, որպեսզի նման երևույթը բացառվի, այսինքն խոսելով, լուսաբանելով, ուշադրություն գրավելով մենք փորձում ենք նաև գուցե եւ հորդորել համապատասխան մարմիններին, այդ ունև քննչական, որպեսզի պատշաճ գործողություններ ձեռնարկեն եւ բացառեն նման երևույթը ապագայում։ Բնավ մտահոգություն կա, ես էլ կիսում եմ ինչ-որ մասամբ դա, որ երբ որ շատ ենք կենտրոնանում ինչ-որ երևույթի վրա, կարող է դուժած խմբի մոտ կարող է տպավորություն ստեղծվել եւ ավելի ուժեղացնել այդ անարդարության, զոհ լինելու զգացողությունը եւ այլն, եւ մենք արդեն 2.5 տարի է, ստացվում է ավելին բռնի տեղանումից հետո իհարկե տեսնում ենք, որ այդ բառը իհարկե արցախցիները չեն սիրում, ինտեգրացիայի process-ները միշտ չէ որ հարթ են անցնում, այսինքն կրկին տարբեր փորձ ունեն մարդիկ, ինչ որ մարդկանց մոտ ավելի հեշտ է ստացվել, ինչ որ մարդիկ իրոք բախվում են ատելության խոսքի, ապրեմակցման պակասի եւ այլն, այսինքն այն համայնքներում, որտեղ որ հիմա բնակվում են, եւ երբ որ արդեն ունես այդ տրավման, որը պատշաճ հասցեագրում չի ստացել, ապրումակցումը դու չես զգում հասարակությունից եւ կենտրոնանում ես հենց դրվագների վրա, կարող է այդ դառնության զգացողությունը ավելի ուժեղ լինել եւ այդ զոհի կամ չընդունված լինելու զգացողությունը ուժեղանա, բայց սա հիմք չէ չխոսելու խնդրի մասին, որովհետեւ խնդիր է, այսինքն մենք չենք ուռճացնում խնդիրը, մենք չենք հորինում խնդիր, մենք արձանագրում ենք այն խնդիրը, որը կա եւ որը պետք է բացառվի, քանի որ անթույլատրելի է։ Մյուս կողմից ու ես սա եմ բարբերաբար ասում, մեր հասարակությունը գուցե պետք է փոքր-ինչ ավելի ինքնակնադատաբար նայի իր վարքագծի վրա։ Շատերս գուցե չենք էլ գիտակցում, որ այն ինչ որ մենք ասում ենք կամ ինչպես որ վարվում ենք ինչ որ մարդկանց հետ, դա կարող է ցավ պատճառել դիմացինին։ Ցավոք սրտի, թեև Հայաստանի բնակչությունը որևէ սերունդի արդեն ներկայացուցիչներ փախստականների կամ ժառանգ են կամ իրենք են փախստականներ, որովհետև ցավոք սրտի մեր պատմության մեջ այնքան դրվագուալիք ա եղել, հա, տեղահանության, ցեղասպանության արդյունքում, պատերազմների արդյունքում եւ այլն, բայց ամեն անգամ կարծես թե անկախ նրանից, որ բոլորը հայեր են եւ գալիս են Հայաստան պաշտպանություն, ապահովություն որոնելու, արժանանում են ոչ միշտ պատշաճ վերաբերմունքի, մենք դա արձանագրել ենք կամ կարող ենք խոսել եւ սովետական միության տարիներին Հայաստան տեղափոխված Սփյուռքից հայերի մասին, երբ որ քանի որ փոքր-ինչ այլ կերպ են խոսում, այլ կերպ են վարվում, դա էր ասենք այդ արժանանում, այսինքն վատ վերաբերմունքի, բայց տարբեր աստիճան իհարկե վատ վերաբերմունք կա։ Նույնը մենք արձանագրեցինք Բաքվից եւ Ադրբեջանի տարածքից փախստական դարձած 90-ականների վերջ 90-ականների սկիզբ հայերի հանդեպ ու գուցե ավելի լարված էր իրավիճակը։ Նույնը սիրահայերի նկատմամբ, այսինքն ցանկացած դեպքում, երբ որ կա մի քիչ տարբերվող հայ, անգամ հայ, ես մնացած փախստականների մասին չեմ էլ խոսում, այլ ցակում ունեցող այդ վերաբերմունքը ինչ որ կարծրատիպեր, ինչ որ ապրեմակցման պակաս արձանագրվում է, որը արդեն եթե պատշաճ ու ժամանակին արձագանք չստանա, կարող է խորանալ եւ ավելի վատ եւ ստիգմատիզացիայի տեղ տա եւ խտրականության եւ ինչու՞ չէ, ինչ որ չափով կարող է դա նաեւ բռնության հանգեցնի ինչ որ մի օր։ Բայց բաքվեցիների հետ համեմատելուց չէ, ես Աննա Աստվածատերյանի հուշերն եմ կարդացել, գրող շատ ավելի մեղմ վերաբերմունք կա արցախցիների նկատմամբ։ Ես ինձ մեր հակառակն եք ասելու, այո, պետք է ցավով արձանագրեմ, որ մենք որպես հասարակություն երբեք կարծում եմ պատշաճ չեն գնահատել մեր վարքագիծը որպես ընդունող կողմ այդ ժամանակահատվածի հետ կապված, որովհետև այլ արդարացում չէ, հանգամանքները գուցե փոքր-ինչ ավելի բարդ էին,
եւ դրանից էլ ավելի լարվում ատելությունը, գիտեք, երբ որ եւ սոցիալական խնդիրները ավելի շատ են, այսինքն 90-ականների սկզբին, այսինքն ռեսուրսների կիսելու հարց կա, պլյուս օտար է գալիս, պլյուս մենք ունենք այդ ժամանակ շատ ավելի ուժեղուց ազգային ինչ որ զգացմունքներ այդ հայերեն խոսել եւ այլն, այսինքն տարբեր կերպով թիրախավորել ենք այդ անձանց եւ գուցե հնարավորություն չենք էլ ստեղծել նորմալ ինտեգրվելու եւ միջավայր չենք հասկացել իրենց խնդիրը, բայց հենց դրանից եմ ես զարմանում, որ մենք կարծես թե ցավոք սրտի չափից շատ հնարավորություն ունենք վերապրելու այդ փորձերը ինչ որ բարբերականությամբ, բայց այդ ապրումակցումը եւ այդ մարդկանց տեղը մեզ դնելը հասկանալի ինչ են իրենք վերապրել ու ինչքան զգայուն մենք պետք է լինենք, որպեսզի գոնե սկզբնական շրջանում որպես ընդունող կողմ ավելի լավ վերաբերվենք եւ հնարավորություն տանք իրենց հանգստանալու եւ արդեն ապագայի մասին մտածելու, ամեն անգամ նույն խնդիրն ենք ունենում։ Մեկ այլ խնդիր է առաջանում եւ մարդիկ ինչ որտեղ ճիշտ դիտողություն են անում, որ այս խոսում ենք ատելության մասին, բայց ոնց որ չի երևում, ցույց չենք տալիս այդ լավ վերաբերմունքը, ջերմ վերաբերմունքը հենց սկզբի տեղահանության օրերին։ Արդյոք երբ մենք խոսում ենք ատելությունից, այդ բոլոր լավը չի կորում, չի անհետանում։ Չի անհետանում, որովհետև մարդիկ դե վերապրել են, բայց կարևորը լավ փորձի մասին էլ խոսել կարևորը, գիտեք, կարծում եմ, որ անդրադառնալով նաև ձեր նախորդ հարցին, հա, կապելով դրան, ինչ որ վարքագից մարդիկ կրկնում են, այսինքն եթե մենք ավելի շատ կենտրոնում ենք լավի վրա, գուցե ավելի շատ այդ ուղղությամբ մտածեն։ Ինչու է վտանգավոր, որ իշխանության ներկայացուցիչները կամ ԶԼՄ-ները շատ են տարածում ատելության խոսքը եւ այլն, որ իրենք ոնց որ ստեղծում են պարարհող, որպեսզի դա շարունակվի եւ ընդլայնվի։ Եթե կենտրոնանանք եւ խոսենք ավելի լավ փորձի, լավ վերաբերմունքի եւ մեսիջներ այդ ունեւ հենց իշխանությունից ճիշտ ուղղվեն, այդ դեպքում կարծում եմ հերթով բոլոր շերտերում, անկախ բոլոր ոլորտներում մենք դա կզգանք։ Ու հենց դրա համար ենք մենք վտանգավոր համարում այդ ատելության խոսքը, հատկապես եթե հնչում է իշխանության ներկայացուցիչի կողմից։ Ասեք, մեր հանրությունում մայր քույր հայհոյելը շատ ծանր հանցանք է համարվում եւ երբեմն դուք էլ նաեւ երևի բանակի խնդիրները ուսումնասիրելիս գիտեք ինչի է արժենում նման հայտարարությունը, հայհոյանքը եւ այդ օրը այս ակցիայի օրը երբ հրապարակային հաղորդում ներկայացրին հանցագործության մասին, կային անձինք, որ հարցնում են, օրինակ ինձ են հարցնում. Գիտես ով է այդ մարդը, որտեղ է բնակվում, որտեղ է աշխատում, եթե չկանխվի, հնարավոր է սա վերածվի իրական բռնության, այս ամենը։ Իհարկե, իրականում վերացականորեն պատասխանեմ, հա, սկզբից, ատելության խոսքի, հենց խոսքի վտանգավորությունը նրանում է, որ եթե ժամանակին դեմը չեն առնում, ինքը կարող է հանգեցնել նաև բռնության, այսինքն այդ ամենաթողությունը սկսվում է խոսքից, հետո էսկալացիայով շարունակվում է եւ այլ իրավունքների խախտումներ են տեղ ունենում, դա ոնց որ հանդուրժվում է եւ ասում եմ ստիգմատիզացիան հետագայում ինչ որ կարող է հանգեցնել նաև նրան, որ ինչ որ մարդ կարծի, որ այդ խմբին պատկանող անձին կամ պաշտպանեն այնքան, որ կարելի է նրանց հանդեպ նաև բռնություն գործադրել։ Ես աշխատել եմ ատելության հիմքով պայմանավորված հանցագործությունների վրա տարբեր երկրներում եւ շատ ակնհայտ էր, օրինակ մենք միշտ համեմատում ենք եւ հոլոկոստի դեպքերը եւ ասենք դրանից հետո օրինակ Ռոմա անձանց հանդեպ շատ երկրներում եւ այլն։ Այսինքն երբ որ ինչ որ մարդիկ օպորտունիստ են եւ զգում են, որ ինչ որ խումբ անպաշտպան է եւ կարողանում են կամ մտածում են, որ կարող են նրանց թիրախավորել, ասում սկսվում է խոսքից, հետագայում դա գույքի վնասում կարող է լինել, եթե գիտեն, որ ինչ-որ խմբին է պատկանում ու անպաշտպան են, հետագայում էլ հասնում է ընդհանուր մինչև բռնություն եւ իհարկե չեմ ասում Հայաստանում դա կլինի, բայց որոշ դեպքերում ցեղասպանությունը դրանից է սկսվում։ Այսինքն կամած, եթե ժամանակին ամեն փուլում պատշաճ արձագանք չի լինում իշխանությունների կողմից, դա այնքան է ընդլայնվում հասարակությունում, որ թույլատրելի է դառնում անգամ ընդհանուր մինչև սպանել, հա, ինչ որ անձի մտածելով, որ իրենք արժանի չեն ապրելու կամ պաշտպանվելու եւ այլն։ Այսինքն դրա համար կարեւոր է, որ անգամ այս խոսքը բացառվի եւ մեսիջը հասարակությունում շատ ճիշտ ընկալվի, որ սա ընդունելի վարքագիծ չէ եւ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները իրացնելու են իրենց լիազորությունները եւ կանխելու են դա կամ գոնե պատժելու են դրա համար։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես զրուցեցի իրավապաշտպան Աննա Մելիքյանի հետ։ Շնորհակալություն։